լցվեք Սուրբ Հոգով։ Դա Աստված ասում է, ես կգամ քո վրա, ես էլի կուզեմ քեզ լցնեմ, որտեղ մենք եթե չլցվենք, կամ եթե Սուրբ Հոգով չլցվենք, բա ինչով լցվենք, հա? Ինչով լցվենք։ Չէ, ավելի լավ է Սուրբ Հոգով լցվենք։ Եթե դատարկ մնանք, աշխարհը կլցնի։ Եվ ես ուզում եմ այն տեղերը կարդամ, երբ որ Տեր Հիսուսը դեռ չէր համբարձվել, բայց իր այդ վերև գնալու կամ չարչարվելու, հարություն առնելու եւ համբարձվելուց առաջ ինքը աշակերտներին խոստմունքներ էր տալիս։ Ես ուզում եմ դրանք կարդամ եւ մենք այսօր իրար հետ նայենք ու հասկանանք ինչ դեր ունի Սուրբ Հոգին։ Որն է իր նպատակը, հասկանում եք։ Նախ սկսենք նրանից, ով է Սուրբ Հոգին։ Ով է, այո, ինչը չէ, ով է։ Ինքը Աստված է։ Ինքը Աստված է, հավասարազոր, ինչպես Հայրը, ինչպես Որդին, բայց ոչ երեք Աստված։ Մեկ Աստվածություն, երեք դեմքով, երեք անձ, ամեն մեկն էլ անձ, յուրահատուկ, տարբեր նշանակություններ կամ պատասխանատվություն վերցրած իրանց վրա, բայց մեկ Աստվածություն։ Կասես, ուրեմն երեք, չէ, մեկ։ Եվ Հիսուսը, երբ որ աշակերտներին ասեց գնացեք, աշակերտեցեք, ասեց եւ մկրտեք նրանց հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ տարբերություն չդրեց, մեկացրեց։ Մենք էլ ենք, չէ՞, ասում հանուն հոր, որդու եւ Սուրբ Հոգու։ Հավասարազոր Աստված, որ Աստվածաշնչի սկզբից մինչև վերջ մենք իր ներկայությունը, իր գործունեությունը տեսնում ենք Աստվածաշնչի խոսքերի մեջ։ Աստված կա, եղել է, մնալու է միշտ հավիտյան։ Ամեն։ Սրա մասին Աստվածաշնչյան դպրոցում։ Լավ։ Ու գիտեք, երբ որ Տեր Հիսուսը սովորացնում էր, եկեք գնանք Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 16-18-րդ խոսքերը ես կկարդամ, խնդրում եմ, ուղղակի երբ որ ես կընթերցեմ, կխոսամ, մի քիչ ուսմունքային է լինելու, բայց փորձելու եմ թեթև տամ, որ հասկանանք, որովհետև եթե մենք Սուրբ Հոգու գալուստը, Սուրբ Հոգու դերը, ազդեցությունը չհասկանանք, անիմաստ է մեր քրիստոնեությունը, հասկանում եք, շատ մեծ կարևորություն ունի։ Եթե էլի եմ ասում, եթե մենք միայն հասկանում ենք ու բավարարվում ենք, որ մենք մկրտված ենք եւ ահա ապացույցը Սուրբ Հոգու լեզուներով ես աղոթք եմ անում, չնայած Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը ինքը շատ կարևոր է։ Շատ։ Չէ՞։ Բայց դա դրսևորում է, բայց անձը բա ինչքան կարևոր է։ Համաձայն եք։ Եվ եկեք ընթերցենք իրար հետ։ Եվ գրված է. ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Հիմա նայեք, ճշմարտության հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, ոչ էլ տեսնում է նրան եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում, ձեզ հետ կլինի, ձեզ ворդ չեմ թողի, կգամ ձեր մոտ։ Նայեք ինչ ասում, ես ասում եմ կխնդրեմ հորը, ոչ թե կխնդրեմ, այլ կաղաչեմ։ Շատ։ Այսինքն այնքան ուժեղ, այնքան խնդրվածի այն կարգն է, որ ասում է հաստատ ինքը չի մերժի։ Սա խոսում է ոչ թե որ Աստծուն պետք է աղաչեր, որ ասենց ստիպեր, որ Հայր Աստված Սուրբ Հոգին ուղարկեր, ոչ, ուղղակի ինքը ասում է շատ կարևոր է, ցույց է տալիս այն կարևորությունը, որ Սուրբ Հոգին պետք է մեզ, ու ինքը ասում է մխիթարիչ, ուրիշ մխիթարիչ։ Կասես, բա ով էր։ Ուրիշ, այսինքն ուրեմն կար ինչ-որ մեկը, որ մյուսը պետք է գար, ու այդ մխիթարիչ ինքը հենց Հիսուսն էր։ Իրանց կյանքերի մեջ Հիսուսն էր այդ մխիթարիչը, մենք հետո կնայենք ով էր կամ ինչ դեր ունի մխիթարիչը, ասում է կաղաչեմ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեր հետ հավիտյան։ Հիսուսը գնալու էր, նա շատ տեղեր խոսում էր եւ ասում էր, գիտեք, լավ է որ ես հիմա գնամ, ու աշակերտները տրտմած էին, որովհետեւ չէին հասկանում։ Իսկ Աստված եթե ասում է լավ է, դա նշանակում է լավ է, չէ՞։ Ուրիշ մեկնություն չունի։ Լավը նշանակում է լավ։ Իր ողջ իմաստով։ Դրա համար ասում է, գիտեք, ուրիշ մխիթարիչ կգա, այսինքն կգար մեկը, ով որ ամբողջությամբ լիովին նման էր Հիսուսին։ Կգար եւ այն գործնիությունը, ինչ որ Հիսուսը անում էր, ինչ որ անում էր աշակերտների հետ, կաներ նույնը։
Պատկերացնում եք, ուրիշ, կարելի ասել կոպիա, կարելի ասել Հիսուսը ասում էր, ես կգամ Սուրբ Հոգու միջոցով։ Որովհետև եթե Հիսուսը երկրի վրա ինքը կենթանի, որպես անձ էր, մի անձ, նա սահմանափակ էր իր դրսևորումներով, այսինքն որպես մի անձ, ինքը չէր կարող միաժամանակ ամենտեղ լինել, ամենքի հետ լինել, բայց նա ամենալավ տարբերակը որոշեց, իհարկե դա պլանավորված էր, ասեց կգա Սուրբ Հոգին եւ ձեր հետ կլինի հավիտյան։ Ում հետ? Միայն 12-ի հետ, 11-ի հետ, բոլոր իրան ընդունողների։ Հիմա ով է Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունել։ Բոլորս, մարդ կա, որ դեռ չի ընդունել, ներկապային մարդ կա, որ դեռ Հիսուսին Տեր չի ընդունել, կա։ Կընդունեք, չէ՞։ Ու ինքը կգա Սուրբ Հոգով ձեր կյանքի մեջ, Փառք Հիսուսին ձեր համար։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, մինչև Մխիթարիչը հասկանալը, նայ, ասում է ինքը ճշմարտության հոգին է։ Ճշմարտության հոգին ինչ է անում։ Մեզ լցնում է ճշմարտությունով։ Ինչքան կարևոր է, որ մենք ճշմարտության հոգով լցված լինենք, ոչ թե այս աշխարհի հոգով, որը որ ստության հոգի է, խաբեության հոգի է, մեղքի ու պղծության հոգի է։ Պատկերացնում ես, մենք լցված ենք արդեն Սուրբ Հոգով, եւ մեր մեջ ճշմարտությունն է բնակվում, կենթանի ճշմարտությունը մեծատառով։ Սա առավելություն է, թե չէ։ Գիտեք, ինչի եմ ես ուզում շեշտադրեմ այս ամեն ինչի վրա հատիկ, որովհետև մենք հասկանանք ինչ կա մեր մեջ, երբ որ մարդը հասկանում է ինչ կա իր մեջ, ինքը դա սկսում է օգտվել դրանից կամ դրսևորել դա։ Ամեն։ Երբ որ մարդը չգիտի իր պոտենցիալները, ինքը սահմանափակ է իր իմացածի մեջ։ Ամեն։ Իսկ Սուրբ Հոգին էլի եմ ուզում ասեմ, ինչ որ մի ուղղակի լեզուների աղոթք չի։ Սուրբ Հոգին կենթանի Աստված է իմ ու քո մեջ բնակվող։ Դա խոսում է Աստծո սիրո մասին, որ Հիսուս ասեց, ես իրանց հետ եմ, գնում եմ, գալիս եմ, բայց գիտես, լավ է իրանց մեջ լինեմ։ Միգուցե մի օր մեկը կողքս չլինի, միգուցե մեկը մի օր ուրիշ տեղ լինի, բայց լավ է, որ իր մեջ, ու ասում է, գիտեք, շարունակությունը, եթե ընթերցեք 14, 15, 16-րդ գլուխները, ասում է, հոր հետ կգանք եւ ձեր մեջ կբնակվենք, կգանք հաստատություն կունենանք, ընթրիք կանենք։ Պատկերացնում եք։ Դրա համար շատ լավ էր, որ Հիսուսը գնաց ու Սուրբ Հոգին եկավ։ Ճշմարտության հոգի, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որ չի տեսնում նրան, որ չի էլ ճանաչում։ Ճանաչել բառը խոսում է փոխհարաբերությունների մասին։ Չի տեսնում, չի ճանաչում, չի կարող ընկալել, որովհետև նա իր աշխարհը չի կարա տեսնի, չի կարա ունենա իր այդ փոխհարաբերություններ, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում, ձեզ հետ կլինի։ Ու այս ճանաչողությունը ինչպես են ամուսնական զույգը, չէ՞, մտերմիկ, ինտիմ փոխհարաբերությունների մասին է խոսում այս ճանաչողությունը։ Այսինքն այնքան մոտ Այսօր շատ մարդիկ կան, որոնց որ մենք ճանաչում ենք, որոնք մեզ են ճանաչում, բայց շատ քիչ են այն թվի մեջ, որոնց հետ որ մենք շատ մտերիմ փոխհարաբերություններ ունենք։ Ամեն միմիկան շարժուձևը, ամեն մի հայացքը հասկանում ենք։ Սա խոսում է դրա մասին, որ Սուրբ Հոգու ուզածն է, որ դու իր ամեն մի շարժը, ամեն մի միմիկան, ամեն մի գործը հասկանաս։ Դու իմանաս ինչ է ինքը ուզում անի, ինչպես է ուզում անի, երբ է ուզում անի։ Ամեն։ Ինքը կանչում է եւ դա հնարավոր է թանկագիններ։ Մի ասեք Աստված բարձրերում, ես մեղավոր, ես իմ որտեղ։ Այսինքն դա մեր մեջ մեծ հեռավորություն կա, մեր մեջ անհնարին է, որ մարդը Աստծուն ճանաչի։ Այո, ինչ որտեղ այո, որովհետեւ շատ մեծ է Աստված, մենք իրան չենք կարող հասկանալ, բայց մեր կյանքի համար այս կյանքում ապրելու, ծառայելու, ինչ որ բաներ անելու համար հերիք է ու հնարավոր է, որ մենք կարողանանք ճանաչենք Աստծուն։ Մնացածն էլ երկնքում կճանաչենք, հա, իր ողջ գեղեցկությունով։ Ինձ թվում է միևնույնն է երևի չկարենանք ճանաչենք։ Ու ամեն օր մի բան բացահայտվի ու մենք հիացած նայենք, վայ, ասենք, ես էս չէի մտածել։ Բայց հիմա եկեք իրականում ճանաչենք Աստծուն։ Ասում է դուք կճանաչեք նշանակում է, որ Աստված իր հերթին ասում է, ես ինձ թույլ կտամ ճանաչես, ես ինձ կբացեմ։
Ամեն, մարդիկ կան, բաց են փոխհարաբերությունների մեջ, չէ՞, սենց բացում են սիրտը, դնում են դեմը, դու իրանց հետ հեշտ ես շփվում։ Մարդիկ կա, ինչքան դու ուզում ես իրանց հետ շփվես, իրանք փակ են։ Հələ հերիք չի փակեն մի երկու հատ ռեշոտկով, վանդակա ճաղա, ինչ? Ճաղա վանդակով են փակում։ Մի հատ էլ հոսանքա լարեր են քաշում, որ չմոտենաս, հանկարծ մոտեցած կխփի քեզ։ Տարբեր են, բայց ոչ Սուրբ Հոգին։ Ամեն։ Դու կարաս բացահայտես ինձ, ասում է, ես թույլ կտամ, ես կբացվեմ քեզ։ Մենք իր համար թափանցիկ ենք, մենք ճանաչելի ենք, ամեն, ու մեզ պետք է ճանաչել։ Ճանաչողությունից է գալիս վստահությունը, հավատքը, ճանաչողությունից է գալիս համարձակությունը, ճանաչողությունից է գալիս, երբ որ դու մի բան ես աղոթում կամ խնդրում կամ հիմա ինչ որ մեկին պետքա ծառայես, այդ ճանաչողությունն է քեզ համոզվածություն բերում, որ հիմա քո միջոցով Սուրբ Հոգին կգործի, թե չի գործի։ Եվ կարիք չկա, որ ես գնամ մի հատ աղաչեմ, խնդրեմ, որ ինքը ինձ օծություն ավելացնի, որ ես գնամ ինչ-որ միտեղ ծառայեմ, այլ դու գիտես, որ ինքը քո մեջ է, ինքը պատրաստակամ է ու ինքը անելու է։ Ամեն։ Բայց ինչպես, բայց բոլորը չէ որ դա գիտեն, չէ՞, բոլորը չէ որ համարձակ են ծառայելու մեջ, աղոթելու մեջ, ինչ-որ օգտակար լինելու մեջ, բոլորը չէ համարձակ են օրինակի համար իրանց վերջի ունեցվածքը օրինակի համար Աստծո գործի մեջ դնելու անգամ, ովքեր են համարձակ, ովքեր որ ճանաչում են այդ Աստծուն, ովքեր որ գիտեն նա հոգալու է, ովքեր որ գիտեն որ նա բժշկելու է, ովքեր գիտեն որ նա մխիթարելու է, ովքեր գիտեն որ նա անտարբեր չի լինելու։ Ամեն։ Եվ ասում է, ձեզ որբ չեմ թողի։ Ինչի մասին է խոսքը։ Դու մենակ չես զգա։ Այո, բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ որ մենք մենակություն ենք զգում։ Միգուցե, չգիտեմ, մտերիմից լքվածություն ենք զգում։ Չէ՞։ Լավ, հարցակման կամ ճնշման տակ ենք։ Ու գնում է, ինձ ոչ մեկ չի սիրում, ինձ մեկ ոչ մեկ չզանգեց, բանի տեղ չի դնում, եղել է երբևէ ձեր մոտ։ Հա, նորմալ է, ուրեմն մենք քրիստոնյա ենք։ Բայց ինք ասում է ձեզ որբ չեմ թողի։ Այսինքն այդ մենակության ժամանակ դու արդեն պատկերացրեցիր, չէ՞, ինչքան դժվար էր։ Այդ լքվածության ժամանակ, միգուցե աշխարհն սուտը սենց լցվել է գլխիդ։ Սուրբ Հոգին ասում է, ես քեզ որբ չեմ թողի։ Երբեք իմ հայացքը քեզանից չեմ կտրի, իմ խոստմունքները չեմ հետ վերցնի։ Այն ինչ որ ասել եմ կանեմ։ Սրանք բառեր չեն ուղղակի գրված Աստծո խոսքի մեջ։ Այս բառերը ամեն մեկը իսկությունն է խոսում։ Աստծո մեջի, սրտի միջի եղածն է բացում։ Մենակ չեմ թողի։ Ամեն։ Այ տեսնում եմ ժպիտ եկավ մարդկանց դեմքերին։ Դու մենակ չես մնա։ Իսկ որբությունը կամ գիտես ոնց որ ծնողի կարիք ունենաս, չէ՞, թիկունքի կարիք ունենաս։ Ասում եմ ես կապահովեմ։ Փառք Հիսուսին։ Գնանք առաջ։ Նաև կարելի է ասել, գիտես, քեզ մոլորված չեմ թողի։ Լավ, այդ հետո 26-րդ խոսքն եմ ուզում կարդամ նույն Հովհաննես 14-րդ գլխի։ Բայց Մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորացնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ Ինչ է ասում ստեղ։ Հայրը, որ ուղարկում ասում է, ձեզ ամեն բան կսովորացնի։ Ինչ? Ամեն բան, ինչ ամեն բան։ Ինչ որ մեզ պետք է։ Երբ ինչ որ պետք է մեզ։ Այսինքն դուրս է գալի, որ մենք անորոշության մեջ չենք մնա։ Համաձայն եք։ Բայց Հովիվ ջան, ես աղոթել եմ, մի հատ հարց է եղել։ Անորոշ ինչ որ իրավիճակը աղոթել եմ, բայց պատասխան չի եկել։ Իսկ հավատացել ես, որ ինքը քեզ անորոշության մեջ չի թողի։ Եթե երբ որ մենք հավատում ենք, որ ինքը մեզ անորոշության մեջ չի թողի, նշանակում է մենք ինչ ունենք, սպասում պատասխանի։ Ամեն, սպասում ունենք, ելքի, սպասում ունենք հայտնության։
Որովհետև նա չի թողի մեզ անտեղյակ, նա ասում է, նա ձեզ կսովորացնի եւ կհիշեցնի։ Օրինակ իմ կյանքում այնքան ա եղել, բաներ կա, որ մոռացել եմ։ Միտ կա, մոռանում ա, չէ՞։ Այդ պահին չես հիշում։ Միգուցե տխուր ես, միգուցե չգիտեմ անորոշության մեջ ես։ Ու երբ որ գալիս ես, դե իհարկե գալիս ես արդեն ոչ թե գոհությունով, գալիս ես ըստ նեղված, ընկճված։ Ինչ որ բան ա եղել։ Ու սկսում ես աղոթել։ Բայց գիտես, այս քարոզից հետո եկեք համոզված գանք աղոթելու։ Տեր հիշացրա ինձ, ինչն եմ մոռացել, ինչի է հավատքս պակասել, ինչի եմ սենց Դավիթն ասում, ինչի ես տրտում, ով իմանց, ինչ է պատահել։ Ու անձը ընդեղ ասում է, ոնց որ հեչ մի բան չի փոխվում, ոնց որ հեչ մի սենց դրական բան չեմ նկատում ես վերջերս, կարող է Աստված ինձ լքել է։ Բայց այս քարոզը լսողը ասում է, գիտես, չէ, ինքը քեզ չի լքի, գիտեք խի, որտեվ Հիսուսը ասեց, նա երբ որ գա, քեզ ворբ չի թողի։ Ահա, հա, ասում է, լսի, հերիք չի որ ворբ չի թողի, նա նաև քեզ կսովորացնի ու կհիշացնի այն ինչ որ պետքա դու իմանաս։ Ժամանակին լսել ես, ժամանակին տեղավորվել է քո մեջ, բայց կգա նա քեզ կհիշացնի քեզ։ Սկսում է հիշացնել, լսի, ես նույնն Աստվածն եմ, անփոփոխ, անխախտ, հավատարիմ, այն ինչ որ ասել եմ, մինչև վերջ կատարելու եմ։ Ոչ մեկ չի կարա ինձ ստիպի կամ արգելի, որ ես իմ խոստմունքը իրականացնեմ քո կյանքում։ Մեկ է սկսում ես, չէ՞, սենց կայծը կա, սկսեցիր վառվել, սկսեցիր, որտեղ Աստծո խոսքերը իրանց մեջ զորություն ունեն։ Աստծո խոսքերը իրանց մեջ սերմեր ունեն, ինչ ասեմ, ռումբից ավել ազդեցություն ունեն, երբ որ դա ընկնի մարդու սրտի մեջ, ինքը սկսում է այդ պրոցեսը, ինքը սկսում է արդեն այդ, չգիտեմ, քիմիական ռեակցիայից ավելի մի բան, երբ որ նա ու առավել ևս, երբ որ Սուրբ Հոգին խոսում է, դա հավատք է բերում, եւ սկսում է քեզ հիշացնել բաներ, բերել Աստվածաշնչից տեղեր ուրիշ մարդկանց կյանքերից։ Ու դու կամաց ոգևորվում ես, բոցավառվում ես, դա իր ծառայությունն է։ Կհիշացնի ու կսովորացնի, կտա հայտնություն։ Այսինքն, եթե խավար է ու ես չեմ տեսնում իմ գնալու ճանապարհը, իմ անելու գործը, աճ թե ձախ, ինքը ասում է կսովորացնի։ Ինչպես են սովորացնում։ Ա մեծատար, ա փոքրատար, արագիլ։ Կամ արև, լավ, արագիլը մեծ էր։ Հասկանում եք, սովորացնել, միգուցե մեկին այդ կարգով, մյուսին ուրիշ ձևով։ Ինչու՞, որտեվ նայած մեր հոգևոր հասունությունից, մեր չափերից, բայց որ կսովորացնի, հաստատ կսովորացնի։ Գնանք առաջ, եկեք գնանք 16-րդ գլուխը, այս երկու գլուխների մեջ ենք մենք այսօր շարժվելու։ Եվ 16-ի 6-ից ասում է, այլ, որովհետև այս բաները խոսեցի ձեզ հետ, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։ Ինքը ասում է լավ է լինելու, բայց իրանք այդքան էլ վստահ չեն, որ լավ է լինելու, թե չէ։ Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև չգնամ, եթե մխիթարիչը չի գա ձեր մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ 8-րդ խոսքը հիմա եկեք նայենք։ Եվ երբ որ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, եւ արդարության համար, եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որ ինձ չեն հավատում, արդարության համար, որովհետեւ ես իմ հոր մոտ եմ գնում եւ ինձ այլևս չեք տեսնի, եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Ես ուզում եմ կարճ եւ հասկանալի ձևով ասեմ։ Մեղքի բացահայտողը Սուրբ Հոգին է։ Ամեն։ Ամեն։ Այն ուխտի մեջ, որն էր, օրենքն էր բացահայտում մեղքը։ Իսկ հիմա կենթանի Աստված է բացահայտում մեղքը։
Լավ է թե չէ։ Լավ է։ Եթե մեղքը չբացահայտվի, բժշկություն ու ազատագրում չի կա։ Եկեք վերցնենք մեր կյանքի մեջ, չնայած աշխարհի մեջ էլ ինքնաբացողը։ Ինքնաբացող, որտեղ մարդիկ այսօր, գիտես, իրանց մեղքերով լցված, իրանք չեն էլ ընդունում իրանց մեղքը։ Կամ մեղքի շատ ու քիչ են անում։ Երեք մի հաղորդում էի նայում, պատահական ասում մահացու մեղքեր, այսինքն ինչ են մյուս մեղքերը մահացու չեն, դեպի մահ տանող չեն։ Ու ես ուզում եմ այսօր խոսամ մեր կյանքերի մեջ, հա։ Երբևէ եղել է, որ դու փնտրել ես, որ մի հատ մեղք գտնես քո մեջ, հա։ Կամ աղոթել ես, Տեր, ինչ մեղք ունեմ ես, մի հատ մեղքս ցույց տուր, մի հատ ասա, ու սկսել ենք ապաշխարել, արած, չարած, ում մեղքն ենք վերցրել մեր վրա, ում սպանությունն ենք փորձել վերագրենք մեզ ապաշխարենք, չգիտեմ, գիտեք ինչու։ Ես չեմ հավատում, որ դա Աստծո առաջնորդությունն է, դա սատանայի դատապարտությունն ու խաբեությունն է։ Մեզ հերիք է հավատալ, որ Աստված առաջինը մեզանից շուտ ինչ որ մի բան եթե մեր կյանքի մեջ լինի, ինքը շուտ ցույց կտա։ Գիտեք ինչի։ Որ շուտ ազատվենք։ Ասում նա կհանդիմանի մեղքի համար։ Հանդիմանելը դա գիտես այն ամոթանք տալը չի, սենց խփելը չի, կներեք թքել մրելը չի։ Նա ուղղակի կբերի լույսի մեջ ու կասի շուտ արա, շուտ արա։ Հիսուսը խաչվել է քո համար։ Նա ցույց կտա արդարությունը, ցույց կտա ելքը դեպի արդարություն։ Ամեն։ Որ խաչին ցույց կտա, կասի խաչը դա վկայությունն է իմ արդարության, քո արդարության, որ դու կարող ես ընդունել։ Սուրբ Հոգու գործն է դա։ Եկեք ուղղակի ուշադիր լինենք։ Եկեք չփակենք մեր ականջները։ Եկեք ինքնաարդարություն չփնտրենք, ինքնաարդարացում, որ ասենք, գիտես ինչը, դե ես իրանից լավն եմ, հələ դու այնտեղ նայի։ Մենք խոսում ենք մեր կամ պատասխան ենք տալիս մեր համար։ Ամեն։ Ու Սուրբ Հոգին այդ գործնեությունը անողն ասում է, որովհետև ասում է ինձ չհավատացին։ Ինքը անհավատությունն է բացահայտում, որպեսզի հավատք բերի մարդկանց կյանքերի մեջ։ Եվ դատաստան, ինչա դատաստանը, արդար դատավճիռ։ Արդարացվածը լինելու է արդարացված, բայց ով որ չընդունի արդարությունը, ինքը դատապարտվելու է։ Ինքը ցույց է տալու հայր Աստծո դատը, որ արդար է։ Մի ուրիշ խոսքերով ասեմ, գիտես, վարձքի հատուցում կա։ Ամեն։ Իսկ եթե դու Հիսուսի հետ ես, եթե դու Աստծո մեջ ես, քեզ վարձքի հատուցում կա։ Ամեն։ Տիրոջ արդարության պտուղը քո կյանքում։ Ամեն։ Քո գործերի պտուղը կուտես, քո հավատարմության պտուղը կուտես։ Երբ որ դատաստանի առաջ էլ կանգնես, օրինակ դատի առաջ, դու արդարացված դուրս ես գալու։ Համաձայն եք։ Սուրբ Հոգին անելու։ Սատանան մեղադրողն է։ Օր ու գիշեր ինքը չի էլ լռելու, ասում է ինքը եղբայրների չարախոսն է։ Միշտ չար բան է խոսալու իմ ու քո հասցեին։ Միշտ դատապարտություն է բերելու, միշտ, չգիտեմ, նվաստացնելու է, փորձելու է նվաստացնել։ Ինչ երեսով ես Աստծուն նայելու, բա հիմա ո՞նց ես փոխհարաբերությունդ կառուցելու եւ այլն, եւ այդպես շարունակ։ Բայց Սուրբ Հոգին ասելու է՝ մի րոպե, սպասի։ Խաչին նայի, ընդհավված արյանը նայի, Աստծո սիրուն նայի, Աստծո արդար դատաստանին նայի։ Իսկ ի՞նչ է մնում մեզ։ Ուղղակի փոխել մեր մտածելակերպը, հապաշխարել, որտեղ պետք է ներողություն խնդրել, որտեղ պետք է փոխհարաբերություններ վերանորոգել։ Ամեն։ Աստծո առաջ, մարդկանց մարդկանց առաջ, որովհետև միգուցե մարդիկ քեզ դատեն, բայց ոչ Աստծո դատով, որովհետև մարդը իշխանություն ու իրավունք չունի դատ անելու։ Միակ դատը Աստծունն է։ Միգուցե քո համար վճիրներ են կայացրել կամ կկայացնեն, այն մուրճով խփելով, մտածելով, որ իրանք ունեն այդ իշխանությունը։ Իրանք չունեն, բայց ուզում եմ ասեմ, ես ու դու էլ չունենք։ Միայն Աստված ունի։ Եվ Սուրբ Հոգին ասելու է՝ լսի, անգամ շատ տեղեր կա գրված դատը ում տուր։ Մի արա դու դատավճիր, դատը Աստծուն տուր։ Ինչու՞։ Որովհետև նա է արդար դատավորը։ Ու գիտեք, եկեք սենց անենք, եթե ուզում ենք, որ մեր հանդեպ մի փոքր շեղվեմ, էլի, մեր հանդեպ արդար դատաստան լինի,
ու մեր սպասումը արդար դատաստան, այսելով մենք հասկանում ենք, որ Հայրը այնքան սիրող է, ու ինքը խաչի միջոցով է մեզ նայելու ու արդարացում է բերելու։ Եկեք, երբ որ մենք ինչ-որ մեկի հանդեպ կլինենք, կյանքը ստացվելու է, ու ասենք, Տերը դատաստան անի իմ ու քո միջև։ Ու մենք դրա տակ բաներ ունենք, չէ՞, արդեն թաքցրած։ Աստված ջան, դու արդար դատավոր ես, դու նենց դատաստան արա։ Ունդեղ կարելի է հոդվածները բերել։ Քիդը գետնից չկտրվի։ Եվ այլն, եւ այլն։ Մի հատ հենորս մեկ ճմրթվի, չգիտեմ, զգա, հասկանա։ Գիտես, այսպես թե այնպես ցանկերը պտուղ տալիս են, եթե չգա ապաշխարություն, բայց եթե ասում ենք արդար դատաստան, դատս դուտես։ Եկեք հիշենք, որ այդ մարդը մեր պես մեկն է, ում համար Քրիստոսի այրունը թափվել է։ Ամեն։ Այդ ժամանակ մենք այս մուրճեն պատկերավոր, երբ որ հանկարծ մեր ձեռը կլինի, մենք արագ մեր ձեռից կգցենք ու կտանք Տիրոջը, ասենք մենք այս մուրճի իրավունքը չունենք։ Ու հասկանանք, երբ որ կասենք դատաստան արա, հիշենք ինչպես որ ներումը իմ բաժինն է, նույն ներումը իր բաժինն է։ Ու հետո հաջորդ խոսքը կասենք Տեր, խնդրում եմ ների իրան։ Ների իրան։ Ես մտածում եմ Սուրբ Հոգին այսպես է մեզ առաջնորդելու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ 13-րդ խոսքը, 16-րդ գլխի։ Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, ուզում եմ ասեմ նա արդեն եկել է։ Այս ուղղակի այն ժամանակ էր ասում Հիսուսը։ Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Ամեն։ Որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի, կխոսի եւ գալու բաները կպատմի ձեզ։ Նա ինձ կփառավորի, որովհետև իմից կառնի եւ կպատմի ձեզ։ Կարելի է նվագեք։ Ճշմարտության, ամբողջ ճշմարտությունը կբացի։ Գիտեք, չէ՞, այսօր սատանայի գործելավոճը որն է։ Ինչ որ մի բաժին ճշմարտության։ Ինչ որ մի տող ճշմարտությունից։ Ինչ որ մի իրավիճակ քո կյանքից, բայց դա ճշմարտությունը չի։ Կամ ամբողջ ճշմարտությունը չի։ Հա? Երբ որ ասում ենք Աստված մեղքը կհանդիմանի ու վերջ, դա դեռ ամբողջ ճշմարտությունը չի։ Որտեւ Աստծո գործը մեղքը բացահայտելն ու ապաշխարության առաջնորդնելն է։ Այնքան հեշտ է սովորել ու ինքներս Սուրբ Հոգով առաջնորդվել։ Իրան ուղղակի թողելով մեր առաջ։ Ուղղակի նայելով իրան ու կրկնօրինակելով իրան, դրանից լավ բան չկա։ Դա է աշակերտությունը։ Եկեք Աստծուց իմաստուն չլինենք երբեք, թանկագիններ։ Եկեք մի մասը չվերցնենք, որը որ այդ պահին ինձ շատ հարմար է ու ձեռնտու։ Սա է։ Լսեք, եկեք մյուս կողմը նայենք։ Ինչա մյուս կողմը ասում։ Ինչա շարունակությունը ասում, հա? Որտեվ ամբողջ ճշմարտության մեջ։ Սա Աստված է ասել եւ սա է, որտեվ Աստված է ինձ ասել։ Եվ ասում ես, ինչ գիտես, ես այդպես եմ զգում։ Մի րոպե, զգացմունքները շատ խաբուսիկ են։ Թեև մենք ունենք հոգևոր զգայարաններ, այո, որ պետք է վարժեցնենք, բայց ամբողջ ճշմարտությունը սա է։ Ունես սրանից, պարտավոր ես ունենալ, հաշվի նստել սրա հետ։ Ասում է նա ինքն իրենից չի խոսա, Հիսուսն է ներկայացնում, այլ ինչ։ Ինձանից, Հիսուսն ասում է ինձանից, կվերցնի կտա։ Պատկերացնում եք։ Որտեղ կարող ես գտնել Հիսուսին, ով կասի։ Այս խոսքերի մեջ։ Դրա համար եկեք այս խոսքերից դուրս չգանք։ Հա? Ոչ ավելացնենք, ոչ պակասացնենք, ոչ հարմարացնենք։ Միգուցե լսած կլինես։
կամ կլսես, որ կասեն, գիտես, Աստված եկավ ինձ այսպես մի բան ասեց։ Ու չես էլ հասցնի ասեց, բայց մի րոպե, նման բան չկա գրված, ինքը քեզանից շուտ կասի, գիտեմ, որ գրված չկա, բայց Աստված ինձ ասեց։ Որովհետև Աստված իմ հետ, չգիտեմ, յուրահատուկ է խոսում, տեսիլքով է խոսում, հայտնությամբ է խոսում, ինքը կպավ ինձ, ես իր շորի փեշերը զգացի, ինքը անցավ իմ կողքով, մարմինս փշաքաղվեց եւ այլն, լիքը, թեև հնարավոր է նման վերապրումներ, որովհետև ես չեմ Աստված, ինքն է ոնց ուզենա կհայտնվի։ Ամեն։ Բայց թող այդ վերապրումներն ու զգացմունքները գան ամեն ճշմարտության։ Ամեն։ Ու երբեք ես ուզում եմ նաև ասեմ ու պնդեմ, որ Սուրբ Հոգին մեզ չի տանի մոլորության մեջ, եթե ինքը ճշմարտության հոգին է։ Ինքը մեզ չի տանի խճճի ու հետո ասենք հիմա այս հարցը ինչպես լուծենք։ Խճճվենք ու չհասկանանք անորոշության մեջ, ինքը անորոշությունից դուրս հանողն է։ Կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Դա դուրս է գալի, որ անգամ քո առաջ փակ բաներ լինի, ինքը կնպաստի, ինքը կհաղթահարի, կտա հնարավորություն, որ դրանք բացվեն, ինչու, որ դու ճշմարտությունը ճանաչես։ Բայց իմ ու քո տեղը նա ընտրություն չի կատարի։ Նա կբացի միտք կտա, կլուսավորի մեր հոգու աչքերը, ամեն բան կդնի մեր առաջ, կաշխատի, որ մենք հասկանանք, բայց ընտրությունը կատարենք ինքներս։ Ամեն։ Դրա համար այն ինչ որ մեր բաժինն է, մենք ենք պատասխանատու։ Ինչ որ Սուրբ Հոգու բաժինն է, նա անելու է։ Ու ես հավատացած եմ կատարյալ ձևով անելու։ Ամեն։ Բոլորիս մեջ, Փառք Հիսուսին, Փառք Հիսուսին, բոլորիս մեջ հարց է առաջանում։ Բա հիմա ոնց անեմ ես, ախր, այն շատ լավ է, ես հավատում եմ, որ դա այդպես էլ պետք է լինի, դա իր գործն է, բայց ես ախր չեմ կարում իրան միշտ լսեմ իր ձայնը, չեմ կարողանում զանազանեմ, չի ստացվում, չգիտեմ, ոչինչ, կարևորը ուզեցի, կարևորը ջանք արա, ու մի մոռացեք, ասում եմ դուք ինձ կճանաչեք։ Հա? Կարելի ասել ախր այս սատանան էս խոսած, այս սատան։ Եկեք քիչ խոսանք սատանան ինչ խոսած։ Կամ ընդհանրապես չխոսանք, որովհետև ինչ էլ որ խոսած դա սուտ է։ Ստության հոգի է ինքը։ Եկեք հավատանք, որ ասում է իմ ոչխարները, իմ գառները, իմ ձայնը լսում են։ Հավատում ես, որ դա ճշմարտություն է։ Ուրեմն եկեք դեն շպրտենք։ Ինչ որ Տիրոջ հոգին չի խոսում։ Ուրեմն եկեք դեն առավել ևս չկրկնենք։ Հələ մի հատ էլ խորանանք, դա ինչ էր էսի նշանակում։ Լսեք, ինչ էր նշանակում սատանան խոսացելը, ինչ պետք է, ինչ էր նշանակում։ Ինչ նկատի ուներ, երբ որ սատանան ասեց սա։ Տեսել եք դες բան։ Բայց հետաքրքիր է, ինչ էր ինքը ուզում աներ։ Ասեմ, կարճ, գողանար, կորցներ, սպաներ։ Բայց ինչ էր ուզում Սուրբ Հոգին ասեր։ Հայ դրան ես կարիք ունեմ ականջ տալու, ծոմեր վերցնելու, ժամանակ անցկացնելու, ասեմ, Տեր, ինչի նկատի ունեիր, երբ որ ասեցիր լավ է լինելու, ինչ նկատի ունեիր, երբ որ ես մարգարեությունը տվեցիր, ինչի նկատի ունեիր, երբ որ ասեցիր ես քեզ տեսել եմ, ինչ նկատի ունեիր, երբ որ ասեցիր ես քո անունը գիտեմ, ինչի նկատի ունեիր ու ամեն մեկս կարանք շարունակենք այս ցանկը։ Ամեն։ Ինքը բացելու է, ինչքան մենք փնտրենք, ինչքան մենք խնդրենք։ Միգուցե դու ինչ-որ մի ժամանակ, պարկած ժամանակ, չգիտեմ, ճանապարհին հայտնություն ես ստացել, բայց մի շարունակի տենց։ Ինչ ինձ պետք լինի, Տերը կհայտնի։ Դու քեզ պահի այդ ալիքի վրա, Սուրբ Հոգու ալիքի վրա, այո, ինչ որ պետք լինի կհայտնի։ Բայց եթե մենք ուրիշ բանի ալիքի վրա ենք, չէ, այն հաճախականության վրա ենք, ինչ էլ որ հայտնի մենք չենք լսի իրան։
Դրա համար եկեք հավատանք։ Տիրոջ գառները, Տիրոջ ձայնը ճանաչում են հիշելով, իսկ օտարինը ինչ են անում։ Օտարինն էլ են ճանաչում։ Պետք չի մեզ օտարինը ճանաչել։ Ինչ են ասում։ Օտարինը չեն ճանաչում, չեն լսում։ Բանի տեղ էլ չեն դնում։ Ոնց։ Սուտա, ոնց բնես բանի տեղ։ Սատանան ասում է ստախոսա ստի հայր։ Ինչի՞ դա պետք ճանաչես սուտը։ Պետքա սուտը ճանաչես։ Աստծուն ճանաչի, սուտը ինքն իրան կբացահայտվի։ Չէ, ես սուտը ճանաչեմ, որ ստից հեռու մնամ։ Ճիշտը ճանաչի, ու դու ստից զերծ կմնաս, պաշտպանված կմնաս։ Ճշմարտության հոգուն ճանաչի, իր սիրտը ճանաչի, իմ ժամանակը սպառվեց։ Բայց իր սիրտը ճանաչի, իր դրսևորումների միջոցով, իր վերաբերմունքը ճանաչի, իր այս ֆունկցիաներ ասեմ, հա, մի քիչ կոպիտ։ Այդ գործողությունների միջոցով դու իրան կճանաչես։ Այնքան հեշտ կլինի մեզ ապրելը, մեզ ընթանալը, մեզ ծառայելը, Աստծուն հաճեցնելը, Աստծո հետ համագործակցելը։ Ամեն։ Տեղ կասում է, ովքեր որ Աստծո հոգով են առաջնորդվում, Աստծո որդիներ են։ Ես սիրում եմ հետևից կարդալ։ Աստծո որդիները կարևորը որդի կոչվեն, չէ՞։ Աստծո որդիները պարտավոր են Աստծո հոգով վարվել, կամ Աստծո հոգիները, Աստծո որդիները ուրիշ առաջնորդություն չունեն, Աստծո հոգով պետք է առաջնորդվեն։ Աստծո որդին չի գնա ուրիշին պապա ասի։ Փոխեմ։ Աստծո որդին ուրիշի ընտանիքի հետ գործ չունի, ինքը Աստծո ընտանիքի հետ գործ ունի, Աստծո սեղանի հետ գործ ունի, Աստծո ձեռքի հետ գործ ունի, Աստծո խրատների հետ գործ ունի։ Դա է Աստծո որդին։ Որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսեք խոսի, գալու բաները կպատմի։ Շատ կարճ չի կապել։ Թող մեր փառաբանությունը գա։ Ուր կառաջնորդի գալիք բաները։ Սատանան չգիտի գալիք բաները։ Ինքը գիտի անցյալը։ Ինչպես են գուշակները գործում։ Անցյալից մի երկու բան ասում են, ու վсё, մարդը թակարդում անգած։ Ու ինչ գալիք որ ասում են, ինքը հանգիստ կուլ է տալիս։ Բայց դա սուտ է։ Սուտ չի հովիվ ջան եղել է իմ կյանքում, որովհետև ստին ես լսել։ Եկեք տեսնենք, իսկ ինչ ունի Աստված։ Գալիք բաները։ Բոլորիս է, չէ՞, հետաքրքրում գալիքները։ Եկեք գալիքները ոչ թե մենակ մեր համար լսենք, այլ այս աշխարհի համար էլ գալիք բաները պատմենք։ Ու ամենակ բանը ստեղ է գրած, ինչա լինելու, ինչպես է լինելու, բաներ կա երբ է անգամ լինելու, ոչ թե ամիս ամսաթվով, այլ որը որին է հաջորդելու։ Ամեն։ Գալիք բաները։ Ես ուզում եմ գալիք բաներ իմանալ։ Ես ուզում եմ իմ սերունդների համար իմանալ։ Ես ուզում եմ տարիներ առաջ իմանամ։ Ո՞վ է ուզում։ Օգտվի իր ծառայությունից։ Գնա իր առաջ։ Ասա պատմի ինձ գալիքները, որտեվ ապագան ու հույսը քո մոտ է, Տեր։ Ու երբ որ ինքը խոսա մեզ մեր գալիքները, մենք այլևս ուրիշի պատմածներին կարիք չունենք։ Ու երբ որ ես գալիքները գիտեմ իմ կյանքի համար, իմ սերունդների, ուրիշի առաջարկները այնքան հեշտ կմերժեմ։ Ուրիշի ստերը այնքան հեշտ կմերժեմ։ Վաղը գիտես գլխիդ ինչ է գալու, փորձանք մեկը ասում է։ Վաղը կյանքդ խլելու եմ, միտք է գալիս։ Տեր, բայց ինձ գալիքներն ես ասել։ Իմ կյանքի համար դու հատուկ բաներ ես խոսացել։
Վերջ, ճշմարտությունը հաղթեց ստին, սուտը խաբեությունը բացահայտվեց, ամեն, երբևէ լսել ես, որ դու կանչված ես կամ դատապարտված ես անհաջողության, հա, կարդացել եք Աստվածաշնչում նման բան, բայց ամեն մեկիս վրա հարձակվել է, չէ՞ այդ միտքը, չէ, մենակ իմ վրա է հարձակվել, ու փառք Աստծուն, որ ձեր վրա չի հարձակվել, ուրեմն սպասի, բայց դու պետք է ասես, գիտես ես եւ հիմա եւ գալիքում կանչված եմ հաջողության համար, ամեն, որովհետև իմ Տերն է ինձ հաջողություն տվել, ամեն, մնաց ես կեսը, լավ, ինչ է նշանակում մխիթարիչ թանկագիններ, կողքը տխուր նստող չէ հաստատ, մխիթարիչ ինքը պարակլետոս բառն է, ուղղակի արագ ասեմ, պարա և կլետոս, երկու բառ, պարա և կլետոս, որը որ նշանակում է պարան շատ մոտ, քիփ, հենց կողքդ, կլետոս նշանակում է կանչված, ուղարկված, երբ որ կպցնում ես, նշանակում է մեկը, ով հատուկ կանչված է լինելու քիփ կողքդ, անմիջապես կողքդ, լավ էր, այսի նկատի ուներ, փառք Հիսուսին, այսինքն օգնական, բայց գիտես որն է, որ սենց ասեմ, ինչի համար հենց քիփ կողքդ լինելու, չէ՞, որպես օգնական, օգնելու քեզ ամեն ինչում, ինչպես օգնելու, պաշտպանելու քեզ որպես ադվոկատ, դատապաշտպան, որտեղ մեր մեղադրողը սատանան միշտ փորձելու է մեզ մեղադրին, կամ մեր մեղքերը փորձելու են մեզ մեղադրեն, իսկ Սուրբ Հոգին մեզ պաշտպանելու է օրինական, գիտեք, դատապաշտպանները բառեր չեն խոսում, իրանք փաստերը վերցնում են օրինական, օրենքով, կանոնադրություն, օրենսդրություն, քրեական օրենսդրություն եւ այլն, ասում են սա է ու այսպես է գրված, ու լռողը լռում է, ամեն, սուտ մեղադրողը փախչում է, կա ուրիշ պաշտպան, ով որ միշտ ոնց ասեմ, քո համար պատրաստ է դոշ տալու, ով միշտ պատրաստ է քեզ օգնության հասնելու, երբ կանչես ինքը քո կողքն է, քո վախերից, քո անհանգստություններից պաշտպանելու, ինչպես լցնելու քեզ հույսով, լցնելու քեզ հավատքով, ամեն ազդելու քո վրա, քո հոգու, շնչի ու մարմնի վրա ազդելով, իր անուններից այդ մխիթարիչ կամ պարակլետոս անուններից մեկը, բարեխոս, ով է բարեխոս, հայր Աստծո գահի առաջ մեր համար բարեխոս, անգամ են տեղը գիտենք, չէ, ասում ենք և Սուրբ Հոգին, անբարբար առաջանքով, Սուրբերի համար բարեխոս է լինում, մենք չգիտենք, բայց Աստված գիտի, ու մենք շինություն ենք ստանում, ամեն, շատ դերեր կամ շատ ռուսերեն ինքը կոչվում է զաստուպնիկ, որ կանգնում ասում է, սպասի, ես քո հարցերը կլուծեմ, ով կա ստեղ բան ասող, իհարկե, ոչ մեկ, սատանան լռում ու փախնում է, եկեք օգտվենք իր ծառայություններից թանկագիններ, եկեք ոտքի կանգնենք, ամեն, մի որակ, ով է լսել ասիստենտ բառը, հիմնականում որտեղ է դա, բժշկության մեջ, բայց ասիստենտը ինքը նույն օգնականն է, բայց այնքան դուրս եկավ, այդ ասիստենտը ինչ է անում բժշկին, կոֆե է դնում, կանֆետ է տալի,
ճիշտ գործիքներ ա մատուցում։ Այս որ մտածեցի, ուղղակի ինքան դուրս եկավ։ Պատկերացնում ես Սուրբ Հոգին մեզ պետք եղած քիչ կամած կարելի է։ Հələ չենք թռնում։ Գործիքակազմը, այն ինչ որ մեզ պետք է, ինքը մատուցում է մեզ։ Ինչ կարա լինի այդ գործիքակազմը։ Օրինակ, լանցետ, պինցետ։ Ես ինչ բանից սկսեցիք։ Խոսք։ Երբ որ պետք է, չէ՞։ Տեսիլք։ Խաղաղություն։ Երբ որ անհանգստություն կա, երբ որ փոթորիկներ են, մխիթարություն, այո, սուքի ժամանակներ։ Հիմա հարցը այն չի, որ ֆիզիկական սուքա թե ինչ է։ Բոլորիս կյանքում էլ ստացվում է։ Գիտես, ինքը հույսով է լցնում մեզ։ Երբ որ մարդկանց ենք ծառայում, բա ինչ է մատուցում։ Այն, ինչ որ այդ մարդուն է պետք, քո միջոցով։ Մարգարեություն, զորություն բժշկության համար, իր Սուրբ Հոգու պարգևներն է մատուցում, բացում է ящիկը ու տալիս է էս քեզ։ Խելացի բժիշկը ինչ որ տալիս է ասիստենտը վերցնում ու չնայած ինքն է թելադրում ինչ տա, բայց միևնույնն է։ Այս դեպքում Սուրբ Հոգին է թելադրում, թե այդ մարդուն ինչ գործիք է պետք։ Ու եթե ես օգտվեմ օգնականի ծառայությունից, ես ստեղ կհասկանամ հիմա իր համար պետք է աղոթել, թե իր համար իր հետ պետք է լացել, թե իրան պետք է ուղակի գրկել, թե իրան պետք է հանդիմանել, թե իրան պետք է ուղակի գիտես ինչ անել, յուղով օծել, թե իրան պետք է ձեռնադրել, թե իրան պետք է ուղակի ասել, գիտես, արի գնանք իրար հետ հաց ուտելու։ Չգիտեմ, բայց Սուրբ Հոգին ինքը խոսալու է մեր սրտերի հետ, որտեվ մենք իր հետ պետք է համագործակցենք։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Աղոթենք։ Եկեք չասենք համագործակցի մեր հետ։ Ասա Տեր, օգնի ինձ օգտվել քեզանից։ Սուրբ Հոգի, մենք շնորհակալ ենք քեզ։ Իրականում շնորհակալ ենք, որ դու ամեն ժամանակ մեր հետ ես, մեր մեջ ես, մեր կողքին ես, մեզ առաջնորդում ես, մեզ պաշտպանում ես, մեր առջևից գնում ես եւ խորտուբորտ տեղերը հարթում ես, մեր խավարը լուսավորում ես, մեր տխրության մեջ հույս ես տալիս, մեր ընկած տկար վիճակում մեզ զորացնում ես, մեզ գալիքներն ես պատմում, անգամ խորը ընկած փոսերից մեզ վերականգնում ես, արդարացնում ես եւ առաջնորդում ես։ Մենք այսօր շնորհակալ ենք քեզ, Տեր, որ դու կաս մեր կյանքերի մեջ եւ մեր Տիրոջ խոստմունքը կատարվել է։ Այսօր մեր աղոթքն է ու խնդրում ենք քո ուծությունը, քո մասին այդ հասկացողությունը բացիր մեզ, Տեր, որ մենք հասկանանք, որ մեր կյանքի եւ Աստված պաշտության մեջ լցված լինենք քո ծառայություններով, քո ներկայությամբ, քո օգնությամբ, որ կարողանանք, Տեր, նաեւ ծառայել եւ փառավորել մեր Տիրոջ անունը։ Սուրբ Հոգի, ինչպես որ դու եկար Հիսուսին փառավորելու եւ Հիսուսին վկայելու, այդպես էլ թող մեր կյանքերը վկայեն Քրիստոսի մասին, թող Քրիստոսը վկայվի եւ Տեր, քո անունը փառավորվի, քո անունը փառավորվի։ Հանձնում ենք եկեղեցին քո ձեռքերի մեջ, ամեն մի քրոջ, ամեն մի եղբոր, մեր ընթացքը հանձնում ենք քո ձեռքերի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Փառավորվիր, Տեր, ամեն քո մի զավակի կյանքի մեջ։ Ես խնդրում եմ, ով որ այսօր մխիթարության կարիք ունի, ով որ խրատի ու հանդիմանության, ով որ բժշկության, մենք ընդունում ենք, որովհետև դու այստեղ ես, Տեր։ Քո խոսքն ասում է, դու մեզ ворդ չես թողի։ Ով միայնություն ազգում, ով լքվածություն ազգում, ով Տեր իմ Աստված առաջնորդության կարիք ունի, ով որ անորոշության մեջ է, լույսը բացիր իր
մտքի մեջ, սրտի մեջ, քո կենթանի խոսքով այցելիր Տեր, հենց հիմա։ Հալելույա։ Ով որ դատապարտությունների մեջ է, Տեր, թող այդ թանկ արյան զորությունն ու հայտնությունը գա իր կյանքի մեջ եւ արդարության ուրախություն գա իր կյանքի մեջ։ Հիվանդը բժշկվի, կապվածը ազատագրվի, քեզ չճանաչողները Տեր, սկսեն տեսնել քեզ, ընդունել քեզ եւ փառավորել քեզ։ Այս միաբանության մեջ Տեր, մենք քեզ ենք փառավորում։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ողջ փառքը քեզ ենք տալիս։ Միակ Աստված։ Ամեն։